Երբ հարսանյաց հանդիսության ժամանակ բեմահարթակում հնչեց եղբոր և քույրիկի առաջին համատեղ պարի հրավերը, դահլիճը լցվեց լուռ ակնկալիքով: Ռոզա Դավթյանը սպիտակ հեքիաթային զգեստով, աչքերում ժպիտով և միևնույն ժամանակ թաքուն արցունքներով մոտեցավ իր եղբորը: Նա այն մարդն էր, ով իր կյանքի տարբեր փուլերում եղած բոլոր դժվարությունների ու ուրախ պահերի ժամանակ եղել էր նրա կողքին, աջակցել էր մնացել որպես ամուր հենարան քրոջ համար: Եղբայրը քնքուշ ժպիտով ու վառ հպարտությամբ աչքերում ձեռք մեկնեց իր սիրելի քույրիկին: Երաժշտության մեղմ հնչյունների ներքո նրանք սկսեցին պտտվել սրահի կենտրոնում: Բայց արդեն առաջին իսկ քայլերից պարզ էր՝ Ռոզան դժվարանում էր թաքցնել իր հուզմունքը: Նրա աչքերում փայլում էին արցունքներ խառնված երջանկությանը և մի տեսակ անբացատրելի քաղցր տխրությանը: Նա զգում էր, որ այս պարով իր կյանքում մի նոր կարևոր շրջան է սկսվում, բայց միևնույն ժամանակ մտքում վերապրում էր մանկության անփոխարինելի հիշողությունները, երբ եղբայրն իրեն պաշտպանել էր, ուրախացրել, տխուր պահերին կողքին եղել: Ամուր գրկախառնվելով եղբորը, Ռոզան կարծես փորձում էր այդ պահին ամփոփել բոլոր չասված զգացմունքները, երախտագիտությունն ու սերը, որ կուտակվել էին տարիների ընթացքում: Եղբայրն էլ ի պատասխան պինդ գրկում էր նրան, երբեմն մեղմ շշնջում քաջալերելով քուրիկին ուժեղ լինել, ժպտալ և լիարժեք վայելել իր կյանքի ամենագեղեցիկ օրը: Նրա աչքերում նույնպես կարելի էր նկատել թաքուն հուզմունք, վկայելով, որ այս պարն ավելի շատ էր, քան պարզապես ավանդական մի արարողություն: Այն եղբայրական սիրո ու կապի խորհրդանշական արտահայտությունն էր: Ներկաներից շատերը հուզված հետևում էին այս անչափ ջերմ և անկեղծ պահին: Ոմանք նույնիսկ արցունքն էին թաքցնում, տեսնելով, թե ինչպես քույր ու եղբայր բառերի կարիք անգամ չունեին իրենց հույզերը փոխանցելու համար: Պարից հետո եղբայրը գեղեցիկ ծաղկեփունջ նվիրեց Ռոզային, ասելով, որ այսուհետ միշտ նրա երջանկության վկան ու պահապանն է լինելու, անկախ ամեն ինչից: Այս հուզիչ պահը դարձավ ամբողջ հարսանիքի ամենատպավորիչ և անմոռանալի դրվագներից մեկը, հավերժորեն մնալով թե Ռոզայի, թե նրա ընտանիքի հիշողության մեջ, որպես եղբայրական սիրո ու կապվածության մի լուսավոր էջ: Արդեն պարզ էր, որքան էլ կյանքը փոխվեր Ռոզայի կյանքում, եղբոր ներկայությունը միշտ մնալու էր անփոխարինելի: Bravo! Վայ բարև, 1000 տարի էր չէի տեսել քեզ: Ես էլ քեզ: Իրականում առիթ չլիներ, երևի չէի քեզ տեսնի: Իսկ դուք գուշակեք, թե ինչ առիթի ենք մենք գնում, այստեղ պատմեմ թողնեմ: Գնում ենք լավ քեֆ անելու: Այսօր Աստծո տանն իրենց օրհնությունը ստացան Ռոզան և Գուրգենը: Ապրիլի 27-ն ուղղակի ընտրված օր չէ հարսանյաց արարողության համար: Այսօր մեր գեղեցկուհու հայրիկի երկնային ծննդյան օրն է: Ես վստահ եմ, որ քո մեջ մեծ էր ցանկությունը, որ Գուրգենն առաջինը հենց նրա հավանությանն արժանանար: Այս 4 տարիների ընթացքում գիտեմ, որ հայրիկը երբեք բացակայ չի եղել քո կյանքից ու չի լինի, որովհետև նա քո սրտում է:
Գիտեմ, որ շատ է զրուցում իրեն հետ։ Թող շնորհավոր լինի նրա երկնային ծնունդը, որն այսօր դարձավ քեզ համար նաև նոր կյանքի ձևավորման օր։ Նաև գիտեմ, որ այս պահին ևս դու հայրիկին ասելիք ունես։ Այնպես որ խնդրում եմ բոլորիդ ուշադրությունն էկրանին, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Շնորհավոր։ Արդեն 4 տարի է մենք միասին չենք նշում այս կարևոր օրը։